Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հիմա ասենք, թե ինչ է առաջարկում Հայաստանը, ապահովելու կապակցվածություն Նախիջևանի և Հայաստանի հիմնական մասի միջև։ Մեր առաջարկը հետևյալն է։ Ինչպես ասել եմ, Ադրբեջանը որոշակի վարանողականություն ունի կապված իր քաղաքացիների Հայաստանի տարածքով անցնելու հետ, և մենք ասացինք, որ որևէ վարանողականություն, որևէ կասկած մենք չունենք և մենք պատրաստ ենք որոշակի ծառայություններ առաջարկել և մեր գաղափարը այն է, որ հայկական լոկոմոտիվները կարող են Հայաստանի և Ադրբեջանի հսկողությունը անցնել, գնացքները Ադրբեջանից կարող են գալ, անցնել անձնագրային սահմանային վերահսկողություն և հասնել մինչև Նախիջևան, բեռնափոխադրող գնացք և մնալ այնտեղ և հակառակ ուղղությամբ։ Շատ կարևոր է, որ Հայաստանը ներկայումս կոնկրետ առաջարկ ունի, ապահովելու սա, կազմակերպելու սա, քանի որ երբեմն որոշ միջազգային գործընկերներ տպավորություն են ստեղծում, թե Հայաստանը պատրաստակամ չէ բացելու կապակցող ուղիները, կապակցվածությունը Ադրբեջանի և Նախիջևանի միջև, Ադրբեջանից Նախիջևան կապակցվածության և հակառակ ուղղությամբ կապակցվածության համար, բայց մեզ համար շատ կարևոր է։ Մեզ համար շատ կարևոր է դա դիտարկել տարածաշրջանային կապակցվածության համատեքստում, հաղորդակցման ուղիների համատեքստում։ Դուք լսեցիք, որ ես հիշատակեցի փոխադարձության սկզբունքը։ Մեզ համար շատ կարևոր է հավանման կապակցվածություն ունենալ։ Մենք ասում ենք հետևյալը, որ Ադրբեջանից Ադրբեջան Հայաստանի տարածքով և Հայաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով հարգելով երկրների տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և իրավազորությունը։ Այս առաջարկը պաշտոնական է, այն սեղանին է և յուրաքանչյուր անգամ ցանկացած պահի, երբ Ադրբեջանը համաձայնվի, մենք պատրաստ կլինենք մուտք գործել այս գործընթացի իրագործման փուլ։ Տիկնայք և պարոնայք, ինչպես տեսակ, ես ուսամ կարողացա ներկայացնել իմ մտքերը։ Մենք ունենք կոնկրետ առաջարկներ ունենալու առաջընթաց և հասնելու տևական և կայուն խաղաղության մեր տարածաշրջանում, և ես կրկնում եմ, որ խաղաղությունը տևական և կայուն խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ միայն հնարավոր է, այլ նաև հասանելի։ Եվ մենք վճռական ենք, մենք հանձնառու ենք խաղաղության նորակարգին, մենք պատրաստ ենք շարունակել խորհրդակցություններն Ադրբեջանի հետ, այն հարցում, թե ինչպես հասնել խաղաղության պայմանագրի ստորագրման կետին և այլ փաստաթղթերի ստորագրմանը, որոնք ամբողջովին և կտրականապես կփոխեն իրավիճակը և տարածաշրջանի ժողովուրդների ճակատագիրը, և մենք իհարկե հավատարիմ կլինենք այդ օրակարգին և ամեն ինչ կանենք, ամենը ինչ մեզնից կախված է, իհարկե հարգելով իմ արդեն նշած սկզբունքները և իմ համոզմունքը տիկնայք և պարոնայք այն է, որ ի հեճուկս բոլոր փաստարկների, բոլոր սադրանքների և այլն, Հայաստանի և Ադրբեջանի միջև չի լինելու պատերազմ, լինելու է խաղաղություն, և դա շատ միանշանակ է ինձ համար, շատ շնորհակալություն։